Արտակ եղբայր, խնդրում եմ աղոթեք, որ տղաս ծխախոտի կախվածությունից ազատվի եւ տիվային ազդեցությունից։ Բեր, ուրեմն ծխախոտի եւ տիվային ազդեցությունը, տիվային ազդեցությունները ինչպիսի տիվային ազդեցություններ են դա արդեն աշխարհիկ շվայտյան կավարում, դա է կամարում տիվային ազդեցություն, թե ուղղակի նրա մոտ անգարվածություններ են լինում, թե ուղղակի նա բացի ծխախոտ ծխելուց նա ինչ-որ շվայտ կենցաղավարում եւ դուք դա համարում եք տիվային ազդեցություն, թե ունի որոշակի տիվային անգարվածություններ կա նրա մոտ նկատվում են։ Տիվային խնդիր կա, ուրեմն հոգեկան խնդիր կա, նման խնդիր կա։ Տերը ինչա կասես, պիտի աղոթենք, անպայման Տեր ասում է պիտի աղոթենք, աղոթում ենք տվյալ որդու, տվյալ անձի համար, ծխախոտը դա սովորություն է, մարդկային սովորություն է, բնականաբար, կախվածությունն է դա, հնարով դա կախվածություն են ասչան, որ ծխում իրար հետևից կարող ծխի վերջը, սակայն եթե դիվային ազատություն կա, խանգարվածություն, հոգեկան խանգարվածություն դա արդեն իր խնդիրը ունի։ Տեր, մաքրում ենք, սրբում ենք, ազատագրում ենք, սրտում ենք, շնորհում ենք, վտարում ենք, հեռացնում ենք, փրկում ենք։ Տեր ասաց, որ փրկում ենք։ Տիրոջ ներկայությունը այցելում է ձեր տղային։ Տեր դու տեսնում ես, ես տիրոջ հետ եմ զրուցում, տիրոջ հետ եմ խորհուրդներ ենք անում։ Զոր ես, ամենակարող Տեր ես, զոր ես, ազատագրիր, զոր ես։ Քո ներկայության զորությամբ ազատագրիր, զոր ես, ազատագրիր։ Ազատագրիր տիվային ամեն ազատությունից։ Լուսինե ջան, Տերը օրհնի քեզ, Տերը ինձ ուշում ասում է, որ դուք ուղղակի փառք տվեք Աստծուն, Տեր ազատես, Տեր ազատագրես, Տերը փրկեց, բժշկեց, Տերը դուք ինքներդ տեսաք, թե ինչպես զորություն իջնում էր ձեր տղայի վրա, եւ հանգստացավ, եւ Տերը այսից հանգիստ, այսից հանգստացավ, ձեր տղան ազատ է, Տեր ասում է, որ ձեր տղան ազատ է, ոյ փառքես Տեր ջան, ամեն։ Անպայման, Լուսինե ջան, դուք հենց հիմա զգում եք, ոչ չեք զգա, Տերը այցելում է եւ քեզ եւ ձեր տղային, Տիրոջ ներկայությունն է, որ իջնում է, այսպես աղոթք է արվում, Տիրոջ ներկայությունը ձեզ վրա է իջնում, դուք զգում եք անպայման, Տիրոջ այցելությունը ձեզ վրա է, հենց հիմա այս պահին, զոր ես, ամենակարող ես, Սավիտյան, փառք ես, լցվում եմ, ես բրբխկում եմ միջից զորությունը, լցվում է, տարածվում է, հեղեղվում է, ձեր տղան Տերը կրկին հուշում ազատ, բժշկված, ազատ, ամեն, իսկ ինչ է կարծում, ծոմ եւ աղոթք պետք է, Լուսինե ջան, Տերը ազատեց, Տերը փրկեց, Տերը օրհնեց,
իսկ ծոմապահության ծոմապահություններ արդեն վերցրեք Տիրոջ եւ զոհեր արեք եկեղեցում զոհ կատարեք ուղացեք Աստծո զոհաբերեք ողորմություն է Տեր ասма ողորմությունները շռայլեք արեք հնարավորությունը կա ձեր ձեռքում արեք մի զլացեք մի դանդաղեք ոչ թե զլացեք այլ մի դանդաղեք ողորմություն արեք հենց այդ պատճառով հենց ազատագրության պատճառով ողորմեք զոհ արեք հենց այդ պատճառով կոհացեք զոհը ազատագրության պատճառով ազատագրվելու պատճառով զոհ արեք եւ դիմեք ձեր սպասավորին Հովիվին որպեսզի աղոթի եւ վկայեք աղոթի եւ զոհը գոհության զոհ լինի ողորմություններ որ անում եք վերջը գոհության զոհ լինի եւ զոհաբերեք եւ կոհացեք եւ փառք Աստծո ձեր որդին ազատ է Տեր ազատում է հետևանքները վերանում են ամեն ինչը վերացել է վերանում է վերացավ Տեր ասում է վերացավ ամեն հալելույա քեզ զորավոր ես Գոհություն Աստծուն եւ ձեզ արտակեղբայր շնորհակալ եմ ձեզ նույնպես Լուսնյակ ջան այնպես որ փառտվեք Տիրոջը լավ ամեն բան լավ է Տերը փառավորվում է Տերը օշնվում է ձեր կյանքում խնդիրը Աստծո փառքին է բերում խնդիրը բերում Աստծո փառքին Աստծո փառավորվելու եթե խնդիր կա ուրեմն այդտեղ Աստծո փառքը պիտի երևա Աստծո փառքը երևում է ու կերևա խնդիրները դա փակուղի չեն դա վերջը չի դա մի խոսքով այդպես չի կյանքը այդպես չի Տեր ազատում ազատագրում բժշկում առողջացնում այնպես որ փառք տվեք Աստծուն Լուսնյակ ջան